Նրանք, ովքեր այսօր ասում են, դե լավ հիմա կերակրող մայր ա, ինչ անենք, որ ընտրակաշառքը բաժանել։ Դրանք այն նույն մարդիկ են, ովքեր մի օր կգան եւ կասեն, դե լավ հիմա ինչ անենք, ընտրություններ կեղծեցինք։ Հետո կգան կասեն, դե լավ հիմա մի քանի ցուցարարեր գնդակահարեցին քաղաքի կենտրոնում։ Մի օր էլ կգան ու կասեն, դե լավ հիմա ռոմանտիկ տղերք էին, համարյա անչափահաս, մտան պարլամենտ, գնդակահարեցին պետության ղեկավարությանը, ինչ պատմություն եք սարքում։ Հետո մի օր էլ կգան լուրջ դեմքով կհամոզեն, որ ազգին փրկելու համար պետք է զոհաբերել պետությունը։ Ու պետությունը կտանեն կդնեն իրենց օտար տերերի գրպանում։ Հետո ազգը կսկսի նորից երգեր գրել կորսված պետության մասին։ Կսկսի կենացներ խմել, երազել այն մասին, ինչը որ ուներ բոլորովին վերջերս։ Իսկ նրանք, ովքեր զոհաբերեցին պետությունը, պետության արքուվաճառքի իրենց ստացած եկամուտը կվայելեն, առոք-փառոք։ Իսկ ազգը նորից կմնա կոտրած տաշտակի առջև, կհպատականա ուրիշներին, կպանդախտանա, կհալածվի, կվայելի պետությունը, բայց միայն ուրիշների հողի վրա։ Եվ այս ամենը այն պատճառով, որ մի օր ասեցին, դե լավ հիմա, կերակրող մայր ա, ինչ անենք, որ թող ընտրակաշառք բաժանի։ Փոքր քայլերը բերում են մեծ հետևանքների, ովքեր որ չեն հասկանում փոքր քայլերի մեծ հետևանքները, դա իրենց խնդիրն է։ Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա շատ լավ հասկանում է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, տեր է կանգնելու պետությանը։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։